Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, հրավերն ընդունելու համար։ Մի արդի թեմայից ենք խոսելու, շատ կարևոր, Երևանի խցանումների հարցի վերաբերյալ այսօր քննարկենք։ Ձեր գնահատմամբ, ո՞րն է այսօր Երևանում խցանումների հիմնական պատճառը։ Արդյոք անարդյունավետ տրանսպորտային համակարգն է, արդյոք Երևանը պարզապես ֆիզիկապես ունակ չէ այսքան մեծ հոսքի մեքենաների, թե օրինակ կարող է լինել ոչ արդյունավետ պլանավորումը քաղաքային։ Հստակ նշեմ, որ Երևան քաղաքում խցանումները կամ երթևեկության հոսքերի դանդաղումները դրանք մեկ գործոնով պայմանավորված չեն։ Որպես առաջնային գործում պետք է նշեմ տրանսպորտային միջոցների թվի գնալով աճը, որը ամեն օր ավելանում է, եւ դրանով պայմանավորված փողոցների թողունակությունը նույնը մնալով, եւ դա տրամաբանական է, որ նույնն է, որովհետեւ Երևան քաղաքի փոքր կենտրոնում կարելի ասել անհնար է փողոցները լայնացնել եւ տրամադրել տրանսպորտային միջոցների համար, հետեւաբար ինքնին որպես առաջնային գործոն թվականակի աճը բերում է երթևեկության հոսքերի դանդաղումներին, բայց սրան զուգահեռ կան նաև մի շարք այլ գործոններ, ինչով պայմանավորված ուղիղ ազդեցություն ունենում խցանումների մակարդակի վրա օրվա պիկ ժամերին երթևեկության հոսքերի դանդաղումների վրա։ Դրանք բազմազան են, մեկ գործոնով չեն պայմանավորված։ Կարող եմ եթե մի քանիսի մասին եթե կարելի է։ Իհարկե, առաջնայիններից նույնպես նշեմ ճանապարհատրանսպորտային պատահարները, նաև կարող եմ նշել եղանակային պայմանները, դրանք բազմաթիվ են, բազմազան են։ Եվ Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում շարունակական նշված խնդրի կարգավորման մասով։ Իսկ գուցե հանրային տրանսպորտի անարդյունավետությունը կամ բավարար արդյունավետության բացակայությունն է նաև դրա պատճառը։ Հանրային տրանսպորտի մասով պետք է նշեմ, որ հանրային տրանսպորտը Երևանի քաղաքապետարանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ բոլոր միջոցառումները տարվում են նրան, որ հանրային տրանսպորտը ունենա առաջնահերթություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ երթևեկության կազմակերպման գրեթե վերջին տարիների բոլոր փոփոխությունները միտված են հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու համար։ Որպես կայուն շարժունակության հայեցակարգ Երևանի քաղաքապետարանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ քաղաքը պետք է լինի մատչելի բնակիչների համար, այսինքն շարժունակության տեսանկյունից առաջնահերթությունը պետք է տալ հետիոտնին, հետո հասարակական տրանսպորտին։ Իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաները բացարձակ առաջնահերթություն չպետք է ունենան երթևեկության որպես մասնակից։ Պարոն Հարությունյան, դե քաղաքապետարանը մի շարք քայլեր ձեռնարկել է նույն ավտոբուսների առանձնացված գծերի մասով, բայց ձեր գնահատմամբ արդյոք դա արդյունավետ է եղել։ Արդյոք մարդիկ հիմա օգտվում են տրանսպորտից ավելի շատ, քան նախկինում, եթե այո, խնդրեմ թվերով դա փաստել եւ հրաժարվում են իրենց մեքենաներից։ Դա կարծես թե այդպես չի, որովհետեւ հոսքը չի պակասում մեքենաների։ Սկսեմ ավտոբուսի համար առանձնացված գծերից։ Այո, Երևանի քաղաքապետարանը ներդրել է ավտոբուսների հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիներ, բայց դրանք բավարար չեն ներկայացին։ Շարունակական գործընթացը շարունակվում է։ Այսինքն տեսանելի արդյունք հնարավոր է տեսնել բացառապես այն հատվածներում, որտեղ գոտին ներդրված է, որտեղ տվյալ հատվածում հասարակական տրանսպորտը երթևեկում է անխոչնդոտ առանց խցանումների տվյալ հատվածում եւ ուղևորության ժամանակահատվածը ավելի կարճ է տվյալ հատվածում, քան բոլոր տիպի տրանսպորտային միջոցները, որ օգտվում են այն գոտիներից։ Ինչ վերաբերում է շարունակականությանը, այո, Երևանի քաղաքապետարանը մշակել է եւ շարունակում է մշակել ավտոբուսի առանձնացված գոտիների ներդրումը ամբողջ Երևան քաղաքում, տարբեր փողոցներում։ Եվ առաջիկայում գործուն քայլերը կշարունակվեն ավտոբուսի համար առանձնացված գոտիների ներդրման շարունակականության ապահովման մասով։ Իհարկե, ամբողջ քաղաքի ծածկույթը ապահովելու պարագայում արդեն տեսանելի ազդեցություն կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտից օգտվողը իր ուղևորությունը պլանավորելիս ավելի արագ տեղ կհասնի, քան անձնական ավտոմեքենայից օգտվողը։ Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ առաջիկայում պլանավորվում է որոշակի գործողությունների ծրագրեր անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները սահմանափակելու մասով։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է դա միջազգային փորձն է իրենց ենթադրում, որտեղ միջազգային փորձը տարբեր զարգացած եվրոպական երկրների մայրաքաղաքներ եւ այլ քաղաքներ նույնպես ցույց են տալիս, որ տրանսպորտի ոլորտը բարեկարգելու համար դու անընդհատ ճանապարհներ չես կարող սարքել, որտեղ նոր ճանապարհների կառուցումը դա բացառապես միջնաժամկետ
ազդեցություն է ունենում, որովհետև նոր ճանապարհը, որ կառուցվում է, ավելի դատարկ է, բոլորը ձգտում են այդ ճանապարհով օգտվել եւ շարունակական տրանսպորտային միջոցների աճը բերում է նույն եւ ավելի վատ վիճակին, որ տվյալ ճանապարհը նույնպես դանդաղում է եւ խցանում։ Դրա համար կիրառվում են սահմանափակման գործիքներ, մասնավորապես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով կիրառվում են սահմանափակման մեխանիզմներ, դրանք արտահայտվում են տարբեր կերպով, կան Օրինակ դուք որ տարբերակն եք քննարկում, կան օրինակ մայրաքաղաքներ, որ կենտրոնամուտք գործելը վճարովի կարող է դառնալ կամ առհասարակ չթույլատրվի որոշակի ժամանակ։ Այո, ձեր նշածը տեսակներից մեկն է սահմանափակման կիրառման, մասնավորապես որոշակի զոնավորվում է արվում, որտեղ անձնական օգտագործման կամ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների մուտքը արգելվում է։ Այլ երկրներում կան նաև այլ փորձ, որ կենտ եւ զույգ համարանիշով տրանսպորտային միջոցներ շաբաթվա տարբեր օրերին իրավունք ունեն երթևեկեն որոշակի հատվածներում։ Այս ամբողջը ներկայումս դիտարկվում է եւ առաջիկա հանձնաժողովի նիստին կներկայացվի գործուն առաջարկներ սահմանափակումների կիրառման մասով, բայց սահմանափակումներից նշեմ նաև սահմանափակում է հանդիսանում նաև ավտոբուսի առանձնացված գծի ներդրումը, որովհետև եթե միջինը 3 երթևեկելու գոտուց մեկը առանձնացնում ենք, հետեւաբար սահմանափակում ենք մեկ գոտով եւ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թողում ենք օգտվել ընդամենը 3-ի փոխարեն։ Բայց դա կարող է նաև խցանումների պատճառ դառնալ, չէ՞ որ կրճատվում է, էլի մեքենաների հոսքը շարունակում է նույնը մնալ, բայց դա ուղիղ ազդեցություն է ունենում հոսքերի մասով, դրանով պայմանավորված Երևանի քաղաքապետարանը շարունակական երթևեկության կազմակերպման փոփոխություններ է իրականացնում։ Վերջին շրջանում դուք բազմիցս տեսել եք տարբեր փողոցներում, խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որը ավտոբուսի գծի ներդրման պայմանավորված ապահովի մնացած 2 երթևեկելի գոտիների, որը սպասարկում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների, դրանց հոսքի անընդհատությունը, որովհետև եթե թվային արտահայտության նայենք, մենք 30%-ով հոսքերի անցունակությունը կրճատել ենք, բայց տրանսպորտային միջոցների քանակը շարունակում են նույնը մնալ, որոնք երթևեկում են տվյալ մնացյալ 2 գոտիներով եւ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ուղղակի հոսքը չկանգնի։ Բայց դուք ունեք տվյալներ, որ դիցուք եթե ինչ որ մի փողոց սարքել եք միակողմանի կամ ձեր ասած երթևեկության ինչ որ փոփոխություն եք արել, արդյունք ունեք կան չափման միավորներ, թե ոնց է լինում արդյունքը։ Ես հստակ կարամ ասեմ դրա մասին նաև մանրամասն ներկայացրել եմ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որտեղ թվային տեսքով եմ արտահայտել մասնավորապես վերջին կատարած փոփոխությունները ու դրանից առաջ նույն ժամանակահատվածում ինչ ազդեցություն է ունեցել երթևեկության վրա, որպես չափելի գործակիցները դրանք դիտարկվել են առավելագույն դանդաղեցման ցուցիչը եւ միջին դանդաղեցման ցուցիչները, դա տվյալները հավաքագրվել է մեր գործընկեր ընկերությունների կողմից, որոնք մասնավորապես ներկայացնում են բջջային հավելվածներ, որը ցույց է տալիս Երևան քաղաքում խցանումների մակարդակը, եւ հենց այդ այն ցուցիչների վիճակագրական տվյալների համեմատությամբ բարձ է դառնում կատարված գործողությունների արդյունավետությունը կամ ինչ չափով է ազդեցություն ունեցել։ Եվ պետք է նշեմ, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ 2024 եւ 25 թվականներին երթևեկության ամբողջ փոփոխությունները, որը մինչև այդ կատարվել էր, բացասական ազդեցություն չի թողել երթևեկության հոսքերի վրա, առնվազն թվային արտահայտությամբ։ Բայց դա նշանակում է, որ դրական է ազդել։ Եթե բացասական չի եղել, դա նշանակում է, որ դրականն է։ Ես կարող եմ ասել բացասական չի, որովհետև եթե հիմա այնպես է ստացվել, որ օրվա ցանկացած ժամի եթե դուրս գաս, կարող ես ցանկացած փողոցում հանդիպել խցանման։ Ես չեմ ասում այն պիկ ժամերը, որ առավոտյան բոլոր աշխատանքի են գնում դպրոցականներ, ուսանողներ, դրա մասին չեմ խոսում, ոչ էլ երեկոյան պիկ ժամերը։ Օրվա սովորական ժամին մենք տեսնում ենք, որ մեքենաների ահռելի հոսք կա Երևանյան փողոցներում։ Այո, եւ դուք մատնանշեցիք հենց պատճառներից մեկը, տեսեք, եթե համեմատականին նորից վերադառնամ, որ ասում նշեցի, որ առնվազն բացասական ազդեցություն չի թողել, թվային տեսանկյունից ինքը ունի նաեւ դրական պատկեր։ Իսկ ինչի եմ նշում առնվազն բացասական, որովհետեւ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատականով Երևան քաղաքում տրանսպորտային միջոցների քանակը գրանցված, հաշվառված ավելացել է ավելի քան 10,000-ով։ Իսկ մայրաքաղաքում մոտ 45,000։ Հիմա ընդհանուր առմամբ մենք ունենք թվային պատկեր, որքան տրանսպորտային միջոց է Երևանում միջինում, օրինակ, ինչ որ ժամի շահագործվում։ Թիվը բավականին մեծ է, բայց ես բայն ձեռքիստական որ հաշվառված թվերը ձեռքիստակ չունեմ, չեմ ուզենա հնչեցնել, թիվը մեծ է, բավականին մեծ է։ Եվ այդ թիվը անընդհատ աճում է։
նոր տրանսպորտային միջոցներ ներծմուծվում են հանրապետություն, դրանք հաշվառվում են եւ դրանք դառնում են երթևեկության մասնակից։ Եվ կապ չունի տրանսպորտային միջոցը հաշվառված է հենց Երևան քաղաքում թե չէ, մարզերում հաշվառված մի շարք տրանսպորտային միջոցներ օրվա տարբեր ժամերին նույնպես դառնում են Երևան քաղաքում երթևեկության մասնակիցներ։ Այսինքն մի կողմից ունենք պատկեր, որ տրանսպորտային միջոցները առնվազն 10,000-ով աճել են 1 տարվա ընթացքում, մյուս կողմից ունենք պատկեր, որ երթևեկելի գոտիները մի շարք փողոցներում մեկով կրճատել ենք, հատկացնելով հասարակական տրանսպորտի համար, եւ երրորդ պետք է նշեմ, որ ունենք թվային ցուցանիշներ, որոնք բացասական չեն պատկերի տեսանկյունից։ Այսինքն պետք է փաստել, որ տեղային լուծումները առնվազն իրավիճակը կայուն են պահել, այլ ոչ թե վատթարացրել, հաշվի առնելով նշված փոփոխությունները։ Դուք սահմանափակումների մասին խոսեցիք, որ հանձնաժողովն առաջիկայում դրա մասին երևի ավելի ընդգրկուն կերպով կխոսի, բայց 1-2 սահմանափակում կասեք, որոնք դուք դիտարկում եք, որ հնարավոր է Երևանի պարագայում կիրառել։ Իհարկե, նախ որպես սահմանափակում պետք է մեկ անգամ եւս նշեմ ավտոբուսի առանձնացված գծերի ներդրումը, որը ուղիղ սահմանափակում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար։ Երկրորդը հնարավոր է կայանումների արգելքներ մի շարք փողոցներում, ընդհանրապես արգելվի կայանումը, որպեսզի երթևեկության հոսքերի անընդհատությունը ապահովի։ Դրանք հիմնականում կդիտարկվեն հիմնական սնուցող փողոցները, որտեղով հիմնական հոսքը տարբեր վարչական շրջանների միջև է կապվում։ Դա չի վերաբերի միայն փոքր կենտրոնին, այլ հիմնական գլխավոր ճանապարհներին։ Այո, առանցքային ճանապարհ։ Ներկայումս դիտարկվում են այդ հարցերը հանձնաժողովի որոշումից հետո արդեն կիրառելի քայլերի մասին հիմա ես օրինակներն եմ ուղղակի բերում, որոնք կարան դիտարկվեն, բայց վերջնական հաստատումը երբ որ լինի գործողությունների ծրագրի, դրա մասով հավելյալ ավելի մանրամասն կտեղեկացնենք, ինչպես նաև հանձնաժողովի առաջին նիստում հնչել են հստակ հանձնարարականներ անձնական ավտոմեքենաների օգտագործման ընդհանուր սահմանափակումների մասով, այսինքն դիտարկել հնարավոր Երևան քաղաքում հատվածներ, որտեղ մուտքի արգելք լինի, եւ դրա մասով նույնպես աշխատանքներ են տարվում, վերջնական, երբ որ հանձնաժողովը որոշում կկայացնի դրա կիրառման կամ հնարավոր ձևերի մասին նույնպես կներկայացվի, ինչպես նաեւ կա հանձնարարական Երևան քաղաքում արդի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում երթևեկության հոսքերի կառավարման, սա ավելի մատչելի բացատրեմ, սա խելացի լուսացուցային համակարգերի ներդրման մասով է, սրա մասով էլ արդեն իսկ տեխնիկական բնութագրեր են պատրաստվում, որպեսզի հնարավոր մրցույթների կազմակերպման, ինչպես նաև ուսումնասիրություններ են իրականացվում հիմնական այն խաչմերուկներում, որտեղ խնդրահարույց են եւ որտեղ տվյալ լուծումները հնարավոր դրական ազդեցություն կտան։ Բայց այդ խելացի լուսացույցները հնարավոր է արդյունավետ կաշխատեն Երևանի պարագայում։ Եթե դա մեկ խաչմերուկ չէ, այլ շարունակական հոսքերի իրար կապող խաչմերուկներ են, ապա այդ պարագայում տեսանելի փոփոխություն կլինի, որովհետև խելացի լուսացույցը օրինակով եթե բերեմ, եթե տեղադրված է մեկ խաչմերուկում, ինքը հոսքի հաշվարկի արդյունքում լուսացուցային ռեժիմների փոփոխություն է իրականացնում եւ որ ուղղության վրա հոսքերը ավելի շատ են, այդ ուղղության վրա կանաչ ազդանշան ավելի երկար է։ Այդ դեպքում մենք պետք է հստակ հանրային տրանսպորտի հետ կապված հարցեր լուծենք, այսինքն հանրային տրանսպորտի գնալ-գալը պիտի հստակ լինի։ Ձեր հարցին պատասխանեմ այդ անձնական ավտոմեքենաների մասով, եթե մեկ խաչմերուկում կիրառվի, եթե երկու ուղղություններով է մեծ հոսքը, լուսացույցը ոչ մի դրական ազդեցություն չի տալ։ Դրա համար դա պետք է լինի շղթայված, մեկը մյուսի հետ փոխկապակցված, որպեսզի հոսքերի տեղաբաշխումը ճիշտ կազմակերպվի կանաչ ազդանշանի մասով։ Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, այո, հանրային տրանսպորտի մասով առաջնահերթություն է Երևանի քաղաքապետարանի համար երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ հանրային տրանսպորտի որակի բարելավումը պետք է շարունակվի։ Դուք գիտեք, դիտարկվում է նաեւ նոր շարժակազմերի համալրումը այս տարի կայացած մրցույթի արդյունքում մատակարարումը իհարկե 6 ամսվա ընթացքում է լինելու, որը մատակարարվել է 2026 թվականին 45 նոր տրոլեյբուսներ կմատակարարվեն Երևանին։ Երևանի արկա պարկում 5 տրոլեյբուս դրա արդյունքում չի լինի, ինչպես նաև մենք հայտարարել ենք, որ մեզ անհրաժեշտ է եւս 250-18 մետրանոց ավտոբուսներ ամբողջ շարժակազմը համալրելու եւ հասարակական տրանսպորտի ծառայության որակը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար։ Դա էլի կծանրաբեռնի երթևեկությունը, թե մեքենաների քանակը դրանց հաշվին կկրճատվի որոշ չափով։ Ես ավելի հստակ պատկեր ասեմ։ Դրան զուգահեռ կատարվում են քայլեր հասարակական տրանսպորտի երթևեկության միջին արագությունը բարձրացնելու մասով։ Հենց դրանով է պայմանավորված ավտոբուսի առանձնացված ուղիների ներդրումը։ Դրան զուգահեռ Երևան քաղաքում
հիմնական փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրումը բերելու է տվյալ շարժակազմի պատշաճ չվացուցակով սպասարկման իրականացման, ծառայության որակի բարձրացման եւ այդ պարագայում այդ ամբողջը իրագործելու, ինչպես նաեւ սահմանափակումներ կիրառելու պարագայում յուրաքանչյուր քաղաքացու, նաեւ ինձ մոտ, ով ես էլ ունեմ անձնական ավտոմեքենա, ուղևորվելուց նախ եւ առաջ ինձ հարց եմ տալու, որ տվյալ ուղևորությունը պլանավորելու համար ես պետք է երթևեկեմ տվյալ հատված, որտեղ կան պայմանական կայանման սահմանափակումներ, ես պետք է մտածեմ մեքենան տրանսպորտային միջոցը որտեղ կայանեմ, որպեսզի պայմանական հանդիպումը ավարտեմ։ Իսկ դրա փոխարեն կա այլընտրանք հանրային տրանսպորտ, որը այս բային անգամ հավելվածների միջոցով ցույց է տալի ժամանակահատվածը եւ առանձնացված գոտով երթևեկելու դեպքում ինքը հասարակական տրանսպորտից օգտվելը լինելու է ավելի արագ եւ ավելի անվտանգ։ Եթե հիմա դուք արձանագրում եք, որ հասարակական տրանսպորտի միջին արագությունը բարձրացել է, այսինքն ավելի հարմարավետ պիտի լիներ, քան նախկինում, որ մարդը կարողանա նստել առանձնացված գծով գնալ եւ չօգտվել իր անձնական օգտագործման մեքենայից։ Արդյոք հիմա այդպես է։ Ես նշեցի այդ հարցի պատասխանը, որ այդ ցուցանիշները վերաբերվում են բացառապես այն հատվածներին, որտեղ ներդրված է արդեն իսկ հասարակական տրանսպորտի առանձնացված գոտի։ Պայմանական հասարակական տրանսպորտի առանձնացված գոտին Աբովյանի պուրակից մինչև Մաշտոցի փողոտայի ավարտը հասարակական տրանսպորտը շարունակական բոլոր այդ փողոցներով եւ խաչմերուկներով երթևեկում է ավելի արագ, քան անձնական տրանսպորտային միջոցով։ Կարող ես երթևեկել։ Խոսքը ավելի պատկերավոր է դառնում օրվա պիկ ժամերին։ Իսկ դրա շարունակականությունը փաստ է։ Բայց սա էլ է դժգոհության առիթ քաղաքացիների համար։ Գուցե լինեն մարդիկ, ովքեր չհամաձայնեն, որ տրանսպորտը հիմա ավելի արագ է գնում։ Գուցե լինեն մարդիկ, ովքեր չհամաձայնեն, որ այս կերպ դուք քաղաքում ավելի լավ իրավիճակ ստեղծեցիք երթևեկության տեսանկյունից, քան կար նախկինում։ Կլինեն անձնական օգտագործման մեքենայի վարորդներ, ովքեր կասեն, որ ընդհակառակը իրենց բեռն ավելի եք շատացրել, որովհետև առանձնացրել եք գծեր, ավելի եք նեղացրել ճանապարհը, խցանումներն ավելի եք շատացրել։ Ես այդ հարցին այսպես պատասխանեմ, հա։ Հիմա եթե մենք ուզում ենք իրավիճակը բարելավել, դրան այլընտրանք չկա։ Ինչ որ փոփոխություն սահմանափակ փողոցների թողունակության պարագայում լինում է ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա կամ քաղաքականությունը պետք է մշակվի անձնական ավտոմեքենաներին խթանելը որպես տրանսպորտային միջոց։ Իհարկե կան երկրներ, որտեղ այդպես է, հենց մասնավորապես ԱՄՆ-ում են ավելի շատ տարածված անձնական ավտոմեքենայի օգտագործումը, քան հասարակական տրանսպորտը, բայց դա չի բերելու ոչ մի դրական արդյունքի մեր պարագայում, որովհետև եթե այսօր խոսքը գնում է Երևան քաղաքում խցանումների մասով, բոլորս հստակ պատկերացնում ենք, որ ճանապարհների թողունակության ավելացում անհնար է։ Եվ դրան կա նույնիսկ էստակադաների սարքելու պարագայում։ Իհարկե, դրան կա դա բերելու է կարճաժամկետ արդյունքի։ Երկարաժամկետում ունենալու ենք ավելի վատ պատկեր։ Այդ ամբողջ փորձը կիրառվել է եվրոպական մի շարք երկրներում եւ այդ ամբողջ process-ների միջոցով անցել են եւ պատկերը տեսել են։ Դրա համար միջազգային փորձը եւ գրականություն ցույց է տալիս հետեւյալը. հստակ պետք է ձևավորել քաղաքի շարժունակության պլան, որտեղ առաջնահերթությունը պետք է տալ հետիոտնին, որ քաղաքը հարմար լինի հետիոտնի համար, իսկ որպես տրանսպորտային միջոց առաջնահերթությունը եվրոպական երկրներում շատ տարածված է հեծանվային ուղիները եւ հետո գալիս է հասարակական տրանսպորտը։ Հեծանվային ուղիների մասով նույնպես աշխատանքներ տարվում են։ Այստեղ էլ խնդիր ունենք։ Շատ փողոցներ ուղղակի չունեն դա։ Եթե կարելի ասել ունեն որոշակի փողոցներ, շատերը չունեն ուղղակի հեծանվային հստակ ուղիներ։ Դրա մասով բավականին մանրակրկիտ աշխատանք է տարվում, որտեղ հեծանվային ուղիների պարագայում ավելի ճիշտ է պետք ամեն ինչ պլանավորել, ուղղակի քանի որ այս բային հեծանվից օգտվողների քանակը Երևան քաղաքում ինչպես նաև ենթակառուցվածքի չկա, դրանով պայմանավորված քիչ են, բայց ուղիների ընտրությունը պետք է լինեն այնպես, որ դա լինի կիրառելի եւ լինի այլընտրանք հասարակական տրանսպորտին այս պարագայում։ Եվ շարժունակության ընդհանուր գաղափարախոսության մեջ առանց այս փոփոխությունների հնարավոր չէ իրավիճակը շտկել, որովհետև հստակ նժարի կշեռքի մի նժարին ունենք ամեն օր ավելացող տրանսպորտային միջոցներ, ունենք սահմանափակ փողոցներ թողունակությամբ,
եւ մյուս կողմից ունենք խնդիր, որը պետք է կարգավորվի։ Եվ այս խնդրի կարգավորումը շատ ինչ հեռանկարում եք դուք դա պատկերացնում։ Երբ է հնարավոր իրագործել։ Միջնաժամկետ եւ կարճաժամկետ սահմանափակումների նախագծերը կներկայացնեն կազմված հանձնաժողովի քննարկմանը, հավանության արժանանալու պարագայում կամ վերջնական որոշումը հաստատվելու պարագայում կարճաժամկետ գործողությունները կսկսվեն տեսանելի կիրառություն ունենալ, միջնաժամկետների մասով եւ երկարաժամկետների մասով նույնպես կսկսեն աշխատանքներ տարվել, կարճաժամկետները դրանք այն սահմանափակումները կլինեն, որոնք շինարարական կամ ֆինանսական մեծ ծախսեր չեն պահանջում, իսկ միջնաժամկետ երկարաժամկետները օրինակ այդ մուտքերի հերթափոխը կենտ զույգ համարանիշներով կամ Ես չեմ պնդում, որ կենտ զույգ համարանիշները կիրառելի կլինի, դա օրինակներից մեկն է, ավելի շատ կիրառելի կլինի այնպիսի սահմանափակումներ, որը վերաբերելի կլինի բոլորի համար, որտեղ այդ փորձը քիչ խոցելի է, մի շարք երկրներում դա կիրառվել է եւ արդյունքում ունենում ենք այդ փորձի կիրառման հետեւյալ պատկերը, որ այն ընտանիքները, ովքեր ֆինանսապես ապահովված են, ունենում են երկու մեքենա, արդյունքում եւ երկու տարբերակում էլ կարողանում են երթևեկի մեջ մնալ։ Սահմանափակումը չի անդրադառնում այդ ընտանիքների համար։ Դրա համար ես դա որպես լավ փորձ չեմ դիտարկում, այլ պետք է սահմանափակումները վերաբերելի լինեն բոլորի համար։ Իսկ վճարովի բուտք դեպի կենտրոններ դա սահմանափակումների մեջ դիտարկվում էր, ասացիք։ Դա որպես օրինակներ կան։ Կարճաժամկետ հեռանկարում դա կարող է տեղի ունենալ, թե դա պլանավորվում է երկարաժամկետի պարագայում։ Քանի որ վերջնական հաստատված չի սահմանափակումների մոդելը եւ սցենարը, կան նախագծեր տարբեր մշակված, եւ կհաստատվի դրա մասին կբարձրացնենք։ Պարոն Հարությունյան, ես հիշեցնեմ, երբ կայանման վճարի գումարներ բարձրանում, ելի նպատականշվում էր, որ այնպես պետք է անենք, որպեսզի մի քիչ կարողանանք փողոցները բեռնաթափել այդ կայանումներից, բայց կարծիքներ կան, որ դա արդյունավետ չի եղել, որովհետեւ հիմա ցանկացած փոքր կենտրոնի ցանկացած փողոց կարող ես գնալ եւ տեսնես, որ նույնիսկ մեկ կայանման տեղ դու ժամերով չես կարողանա գտնել։ Արդյոք արդյունավետ եղավ այդ փոփոխությունը եւ արդյոք նույն պատկերը դիտարկելով հնարավոր կլինի արդյունավետություն ակնկալել արդեն ձեր առաջիկայում առաջարկվող փոփոխությունների։ Նախ սկսեմ, որ ավտոկայանատեղի տեղական վճարի վերանայումը ինքնին սահմանափակման գործիք էր եւ իհարկե դա էլ ուղղակի ազդեցություն ունի կայանումները խցանումների վրա, որովհետեւ այդ եթե խթանում ես այդ տրանսպորտային միջոցների համար կայանման տեղ ես տրամադրում Երևան քաղաքում, տվյալ տրանսպորտային միջոցները գալով կայանելով ինչ որ մի ժամի օրվա իրանք դառնալու են երթևեկության մասնակից եւ երթևեկության քանակը տրանսպորտային միջոցների ավելանալու է։ Իհարկե տվյալ սահմանափակման կիրառությունը, քանի որ խցանումները մենակ մի գործոնով պայմանավորված չեն, յուրաքանչյուր նմանատիպ սահմանափակման կիրառումը իր ուրույն փոքրիկ ազդեցություն ունենում է ընդհանուր պատկերի վրա։ Հիմա ձեր պնդմանը ես հակադարձեմ, որ դա ոչ մի ազդեցություն չունեցավ։ Թվային ցուցանիշներով վերեմ, եթե մինչև տեղական վճարի վերանայումը մշտական օգտվողները, ովքեր ընտրել էին տարեկան դրույքաչափ եւ ամեն օր իսկ դրույքաչափի ընտրությունը դա պատահական չի, դա հստակ յուրաքանչյուր իր ծախսերը հաշվարկում է եւ ամենաարդյունավետ մոդելը դա էր տարեկան ընտրելու, դրա համար էին տարեկան։ Որովհետեւ միշտ կայանելու էր։ Այո։ Հիմա դրա համար պարտադիր նշում եմ մշտական օգտվողների քանակը, եթե կազմում էր 40000 տրանսպորտային միջոց, վճարի վերանայման արդյունքում A-գոտում թիվը կազմում է 4-5000, նույնը B-գոտում։ Այսինքն մշտական օգտվողների քանակը կտրուկ նվազել է։ Իհարկե, եթե մշտադիտարկման արդյունքում աչքով նայենք, ասենք միշտ զբաղված է, այո, որովհետև պահանջարկը եւ առաջարկը իրար հետ համահունչ չեն։ Ավտոկայանատեղերի քանակը սահմանափակ է Երևան քաղաքում, իսկ տրանսպորտային միջոցների քանակը բազմակի անգամներ գերազանցում է։ Ես որպես սահմանափակում մի բան էլ նշեմ, նախկինում կատարված կհիշեք, որ Երևան քաղաքում փոքր կենտրոնում կիրառվեց ժամային սահմանափակում բեռնատարների համար, որը նույնպես չնչին չափով ազդեցություն ունեցավ։ Բայց վերահսկողություն ունեք, արդյոք այդ սահմանափակումը գործում է թե չէ։ Գործում է, վերահսկողությունը իրականացվում է ՆԳՆ գործընկերների կողմից եւ տեսալուսանկարող սարքերի միջոցով եւ բարեկային ծառայության միջոցով։ Եվ հնարավոր սահմանափակումներից կարող է լինել նաեւ այս մոդելի ընդլայնումը կամ ավելի խստացումը։
Մի հարց էլ կա, պարոն Հարությունյան, քաղաքի տարածքային պլանավորման վերաբերյալ կարծիք կա, որ սա չի փոխվել, որովհետև բազմաբնակարան շենքերը երբ որ կառուցում են, շատ շենքեր, չասեմ շատ, բայց որոշակի շենքեր չեն մնում ավտոկայանատեղիներ եւ նաեւ առանց ճանապարհային հաշվարկի են սա իրականացնում։ Ձեր վարչությունը որևէ կերպ կարող է ազդել շինթույլտվությունների վրա, թե ոչ։ Շինթույլտվությունների վրա ուղղակի ազդեցություն վարչությունը չունի, բայց ես պետք է նշեմ, որ ներկայումս իմ ունեցած տեղեկություններով բացառվում է ստանալ շինթույլտվություն, եթե որոշակի տոկոսային արտահայտությամբ բազմաբնակարան շենքը չունի ստորգետնակայան տեղի։ Դա բացառում է։ Լավ, եւ վերջին հարցը տվյալների եւ վերահսկման հետ կապված երթևեկության կառավարման կենտրոնն է ստեղծվելու, սա մեծ ծրագիր է, ինչ է մեզ դա տալու ընդհանուր մեր խոսակցության համատեքստում, իհարկե մենք նաեւ դետալներից խոսեցինք, բայց ընդհանուր առմամբ։ Այո, երեք Երևան քաղաքի հավաքանին հաստատեց համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը եւ սրանով պլանավորում է Երևանի քաղաքապետարանը նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման եւ արդի համակարգերի ներդրման արդյունքում իրականացնել տվյալների հավաքագրում, դրանց վերլուծության արդյունքում հստակ թվային ցուցանիշներով արտահայտված փոփոխությունների առաջարկներ։ Ռեալ ժամանակահատվածում։ Այո, տրամաբանությունը հետևյալում է որոշակի սարքերի միջոցով տվյալների հավաքագրում, պայմանական օրինակ բերեմ, դա մի մասը կազմի այդ ամբողջ պատկերի, ունենք ABC փողոցներում երթևեկության միջին արագության վիճակագրական տվյալներ եւ ունենք պատկեր ինչով է պայմանավորված օրվա տարբեր ժամերին հստակ տվյալ փողոցի դանդաղումը եւ դրանով պայմանավորված հստակ կարող են արձանագրված առաջարկներ ներկայացնել, որ տվյալ փողոցում XY ժամերին երթևեկության արագությունը ընկնում է տվյալ խնդրով պայմանավորված եւ երթևեկության կազմակերպման փոփոխություն եթե իրականացվի տվյալ հատվածում այդ խնդիրը կվերացվի։ Ես մի հատ մասնավոր օրինակ բերեցի, բայց ընդհանուր տրամաբանությունը գործելու է Երևան քաղաքի մասշտաբով, ամբողջ տվյալների հավաքագրումն ու վերլուծումը տարելու են գործուն քայլեր, որը միտված է լինելու խնդիրների լուծմանը։ Իսկ խնդիրներ չեն առաջանալ այդ տվյալների պաշտպանության եւ թափանցիկության հարցում։ Դրանք անձնական տվյալներ չեն, դրանք վերաբերվելու են տրանսպորտային միջոցների հոսքերի քանակներին, փողոցների բեռնվածության մակարդակներին, դանդաղման ցուցիչներին, այստեղ անձնական տվյալի հարց չի կարող դիտարկվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էր։ Կհանդիպենք։